Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն է, բարև ձեզ պարոն Գրիգորյան, եւ այսպես Եվրախորհրդարանում տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները խորագրով քննարկում, այն բավական թեժ մթնոլորտում անցավ, բավական հետաքրքիր ելույթներ ունեցան, նախ ձեր տեսակետը որքանով էր կարևոր այս քննարկումը Նախ ուզում եմ ասել, որ Եվրոպարլամենտը առաջի չէ, որ առաջի անգամը, որ անդրադառնում է մեր թեմաներին եւ Արցախահայության էթնիկ զտում անելու հետո եւ հիշում եք շրջափակումը, Լաչինի Միչանսկի փակումը, Եվրոպարլամենտը միշտ արձագանքում է շատ լավ բանաձևեր, ընդունում է, ինչքան գիտեմ, այս հարցով էլ մեր գերիների, մեր պատանդների գտնվող Բաքվում ստեղ էլ նախատեսվում է ընդունել բանաձև Եվրոպարլամենտում, ուրեմն մի կողմից անսպասելի չի, մյուս կողմից դուք ճիշտ եք, անչափ կարևոր է։ Անչափ կարևոր է մթնոլորտ աշխարհում ստեղծել այդպես մթնոլորտ, որ Ադրբեջանը անընդհատ վատ իրան զգա, մեղավոր զգա։ Հասկանում եք, իրոք դատավարությունները ուղղակի ֆեյք դատավարություններն են, խայտարակ դատավարություն, ցուցադրական դատավարություն, դա իրոք միայն Ստալինի ժամանակը, որ Վիշինսկին օգտագործում էր այդ մեթոդները։ Ուրեմն դա դրական է, լավ է, էտել քաղաքական մթնոլորտ ստեղծել Եվրոպայում ի օգուտ մեր գերիներին անչափ կարևոր է, դա կստիպի ի վերջո Ադրբեջանի ինչ-որ քայլերի գնալ, ազատ արձակել մի մասին։ Որովհետև այնտեղ շատ հետաքրքիր ելույթներ եղան, մասնավորապես Լեհաստանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Եվրոպա անպագոր ելույթների ու ծափերի ժամանակը չէ, պահանջում եմ կոշտ քայլեր իրական խնդրի լուծման համար, ինչպիսին Կովկասում իրավիճակն է։ Ֆրանսիայի ներկայացուցիչը ասաց, որ 23 հայերի դեմ դատական գործընթացը հիշեցնում է ստալինյան դատավարությունները եւ հետաքրքիր համեմատություն Բաքվից գազ ստանալը նույնքան վատ չէ, որքան Մոսկվայից, դա նույն գազը չէ, այստեղ նաեւ գազի եւ նավթի մասին էին հիշեցնում շատ պատգամավորներ։ Այո, ու դա շատ լավ է, դա վախացնում է այն մարդկանց Եվրոպայում, ովքեր սիրում են խավիարը, սիրում են նավթի հոտը, ուրեմն առողջ մասը Եվրոպայի շատ մեծ է, շատ ազդեցիկ է, այդ առողջ մասայի հետ ակտիվ պետք է աշխատեն քաղաքական գործիչներ, փորձագետներ, ինչը կատարվում է նաև սփյուռքահայության օջախների միջոցով Եվրոպայում, նաև պետական ինստիտուտները Հայաստանի աշխատում են։ Իմիջիալոց ես ձեզ ուզում եմ ասել, որ դա զուգահեռ կարող ենք անցկացնել այն հայտարարության հետ, որը երեք արվեց, դու գիտեք, այդ հայտնի կրոնական, քրիստոնեական այդ կազմակերպությունների մի դաշինք կա, չէ, համայնք կա, կրոնական, քրիստոնյա, կրոնական այդ օջախների Միացյալ Նահանգներում շատ ազդեցիկ կազմակերպություն, որը արեց բաղկացած շատ մեծ թվով քրիստոնյա կազմակերպություններից արեցին նույնատիպ շատ կոշտ հայտարարություն, ես չեմ համարում դա պատահականություն, համընկում պատահական ոչ, այդ գիծը ճնշել Ադրբեջանին շարունակվում է եւ Միացյալ Նահանգներում եւ Եվրամիությունում։ Այսինքն դուք կարծում եք, որ այս քննարկումներից հետո կամ երեկվա այդ կոչը, որի մասին դուք ասացիք, այդ ամեն ինչից հետո ամեն դեպքում ճնշումներ կլինեն Բաքվի վրա։ Միանշանակ, նայեք Նիդերլանդների արտգործնախարարն էր երեք Հայաստանում, այդ պրես կոնֆերանսի ժամանակ Արարատ Միրզոյանի հետ հիշում եք իրեն հարց տվեցին Բաքվում գտնվող հայերի մասին, ինքը ասեց մենք անպայման ձեր մտահոգությունները եւ մեր եվրոպացիների մտահոգությունը կփոխանցենք Բաքվին։ Ինչ է դա նշանակում, դա էլ է ճնշում, չէ, որ դուք չեք կարող անարդար դատեք ու Նիդերլանդների արտգործնախարարը հստակ ասեց, որ հայերը իրավունք ունեն արդար դատավարության, այլ ոչ թե ֆեյք դատավարության, որը Բաքվում գնում է։ Քանի որ խոսեցիք Նիդերլանդներից, Հայաստանը եւ Նիդերլանդները ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, դա ինչ կտա, պարոն Գրիգորյան, Հայաստանի Հանրապետությանը։ Նախ ուզում եմ ասել, Հոլանդիան զարգացած երկիր է։ Հոլանդիայի տնտեսությունը կամ բյուջեն գրեթե հավասար է ռուսական բյուջեի։
ուրեմն ցանկացած եվրոպական երկրի հետ զարգացած տեխնոլոգիա ունեցող ճիշտ է աշխատել։ Բացի դրանից քաղաքական իմաստով Հոլանդիայի դիրքորոշումը դուք գիտեք եւ Արցախահայության հետ կապված եւ Հայաստանի հետ կապված, Հայաստանի ժողովրդավարության հետ կապված շատ դրական է մեր նկատմամբ, դա է պատճառը դու պետք է եւ Եվրոմիության հետ աշխատես եւ առանձին Եվրոմիության պետությունների հետ չխառնեք այդ երկու բանը, բազմակողմ համագործակցություն Հայաստան Եվրոմիություն եւ bilateral երկկողմ տարբեր եվրոպական երկրներ Ֆրանսիան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանն, այս դեպքում Հոլանդիան անչափ դա կարեւոր է։ Երեք հայտնի դարձավ, որ ռազմավարական գործակցության համաձայնագիր են ստորագրել Ֆրանսիան եւ Ուզբեկստանը, այս առումով արդյոք ժամանակը չէ, որ ռազմավարական գործակցության համաձայնագիր լինի Հայաստան եւ Ֆրանսիայի միջեւ, որը իրավաբանորեն արդեն կարող է ամրագրել դե ֆակտո արդեն իսկ ռազմավարական գործակցությունը։ Կան ռազմավարություն ունեցող մակարդակ պայմանագրեր Ֆրանսիայի հետ, նաև տնտեսական ոլորտում, բայց ես համաձայն եմ ռազմական բաղադրիչ իր մեջ պարունակող ռազմավարական պայմանագիր ժամանակն է ստորագրել, իդեպ ասեմ ձեզ պարզա Ֆրանսիան գլոբալ խաղացող է, դա է պատճառը, որ Ուզբեկիստանին էլ հետել աշխատում են, Ղազախստանի հետ, դու գիտեք Ֆրանսիայի դերը Մերձավոր Արևելքում բավական կարևոր է, շատ կառուցողական է, հիմա էլ անչափ կարևոր Ֆրանսիայի դերը, այդ մեր հասարակությանը մենք պարտավոր ենք ասել, շատ կարևոր է, ինչքան հասկանում եմ, եվրոպական անվտանգությունը հիմա ձևավորվում է Ֆրանսիայի շուրջ, ֆրանս-գերմանական այդ Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա ալյանսի շուրջ ու գլխավոր դերում Ֆրանսիան է։ Պատկերացնում եք, ուրեմն երեք Փարիզում, այս վերջի երկու օրը Փարիզում գնում է կոնֆերանս, որտեղ որ Մակրոնը ընդունեց 35 երկրների բանակների շտաբի պետերին։ Դուք հասկանում եք այդ ինչ է կատարվում։ То есть Ֆրանսիան դառնում է եվրոպական անվտանգության ապագա համակարգի, եվրոպական ապագա բանակի համակարգի կենտրոնը։ Ուրեմն շատ կարևոր կլինի, դուք ճիշտ եք, էլի ստորագրել փաստաթղթեր Ֆրանսիայի հետ, նաև ռազմավարական նշանակություն ունեցող Այդ հանդիպումը, որ ասացիք դուք Մակրոնի այդ 35 երկրների ներկայացուցիչների հետ, դա արդյոք կապված էր Ուկրաինայի հետ, որովհետև ժամանակին մի քանի օր առաջ հենց Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ կհավաքի մի շարք երկրների գլխավոր շտաբների ղեկավարներին քննարկելու Ուկրաինայում եվրոպական անձնակազմի հավանական տեղակայումը։ Այսինքն արդյոք դա դրա հետ է կապված, որովհետև մենք հիշում ենք, որ Մակրոնը հայտարարեց, որ Ռուսաստանը սպառնալիք է Ֆրանսիայի եւ Եվրոպայի համար։ Ուրեմն պարզ է այդ նախաձեռնությունը Մակրոնի, որը հիմա իրականացվում է, այդ ձեր ասած հանդիպումը հիմա գնում է։ Այս նախաձեռնությունը ծնվել է այն վտանգից, որը Ռուսաստանից գալիս է Ուկրաինայի դեմ եւ Եվրոպայի դեմ։ Ուրեմն դուք պետք է նայեք այս նախաձեռնությանը եւ առանձին Եվրոպայի անվտանգությունը ուժեղացնելու, ստեղծելու բանակ եվրոպական, դա գալիս է ծնվում է այն վտանգներից, որը գալիս են Ռուսաստանից, նաև Ուկրաինայի դեմ, բայց նաև դա գալիս է ինչից։ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը բավական առանձնահատուկ սպეციფიկ քաղաքականություն է, ինքը ասում է դուք ինքներդ մտածեք ձեր անվտանգության մասին։ Դոնալդ Թրամփի համար այս 50 օրը իր պաշտոնավարման ցույց տվեցին, որ Դոնալդ Թրամփի համար իսկական դաշնակիցը ում համարում է իսկական դաշնակից Դոնալդ Թրամփը, դա մենակ Իսրայելն է։ Մյուսները գործընկեր են, massամբ դաշնակից, բայց ոչ այդ դաշնակից այն մակարդակի, որ Դոնալդ Թրամփը կռվի իրանց համար։ Ու Եվրոպային ինքը ասում է դուք ինքներդ ձեր մասին մտածեք, ես ձեզ չեմ պաշտպանի։ Ուրեմն դա նույնիսկ massամբ դրական է աշխատում, քանի որ Եվրոպան հիմա սկսեց մտածել իր բանակի մասին ու շատ լուրջ։ Ուրեմն այս նախաձեռնությունը մի քանի բաղադրիչ ունի։ Ամերիկյան քաղաքականության բաղադրիչ, դա արձագանք է Դոնալդ Թրամփի քաղաքականության եւ նաեւ արձագանք է ճիշտ է Ուկրաինայի դեմ այս ագրեսիայի Ռուսաստանի։ Մենք հիշում ենք, որ Դոնալդ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ ասում էր մեկ օրը բավարար է, որ կանգնեցնի ռուս-ուկրաինական պատերազմը, մեկ օրում կկանգնեցնի ամեն դեպքում։ Տեսնում ենք, որ դեռ հաջողության չի հասել, չնայած երեք Կիևը ընդունեց անհապաղ 30-օրյա ժամանակավոր զինադադար հաստատելու Միացյալ Նահանգների առաջարկը, այն կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ։ Արդյոք Միացյալ Նահանգներին կհաջողվի
համոզել նաև Ռուսաստանին, Մոսկվային, որպեսզի այդ զինադադարը կնքվի։ Ընտրարշավի ժամանակ հաճախ պոպուլիստները օգտագործում են այս դեպի բաներ, լավ էլ անցավ Դոնալդ Տրամփի խոստումը արագ կանգնացնել, իմիջիալից երբ որ ինքը ասում էր ես արագ կլուծեմ միգրանտների հարցը, ձեզ փաստ բերեմ, որ մարդիկ հասկանան, որ պոպուլիզմը վտանգավոր բան է։ Ուրեմն այս տարվա փետրվար ամսին Դոնալդ Տրամփը վտարեց Միացյալ Նահանգներին 11,000 միգրանտ, անօրինական միգրանտ ուղարկեց Գոնդուրաս, Կոլումբիա, Մեքսիկա հետ ուղարկեց մեծ աղմկով ու կարծես թե դա այդ թիվը պետք է լինի ավելի մեծ, քան թե օրինակ Բայդենը անում էր 1 տարի առաջ փետրվարին։ Հիմա պարզվեց Բայդենը ավելի շատ հետ ուղարկեց մարդկանց, քան թե Դոնալդ Տրամփը։ Ուրեմն ապագորգոր հայտարարությունները հաճախ չեն համապատասխանում իրականության։ Տեսակ ինչքան բարդ ստացվեց Տրամփի համար խաղաղություն հաստատել։ Ես ողջունում եմ, որ ինքը ուզում է հաշտեցնել Ռուսաստանը, Ուկրաինան, ուզում է զինադադար լինի, այդ միանշանակ ողջունում եմ, բայց պոպուլիստական այս ձև 24 ժամում ինքը նույնիսկ 1 օր չէր ասում, 24 ժամում մենք բան կանենք, ծանր է գնում, բայց փոփոխություն կատարվեցին, երբ որ Ուկրաինայի դաշնակիցները սկզբունքորեն են պայեցին, Տրամփը հասկացավ, որ Ուկրաինային ճնշել չի կարողանալու, ստորագրեց Ուկրաինայի հետ շատ կարևոր փաստաթուղթ, վերականգնեց այդ օգնությունը, նաև զենք զինամթերքով։ Հիմա խոսքը Ռուսաստանինն է, կոպիտ ասած գնդակը Ռուսաստանի դաշտում է։ Ու ես կարծում եմ Ռուսաստանը չի համարձակվի այդպես բացահայտ դուրս գալ Տրամփի դեմ ու ես կարծում եմ, որ Ռուսաստանը կգնա ինչ-որ քայլերի, այո, Ռուսաստանը նախապայմաններ դնում է, ոնց Ադրբեջանը մեր առջև անիմաստ նախապայմաններ է դնում, անիրականալի, բայց Ռուսաստանը կդնի նախապայմաններ, կպահանջի Տրամփից ինչ-որ բաներ, բայց ցանկացած դեպքում շանս կա, որ զինադադար կհաստատվի, բացատրեմ ինչու, քանի որ Զելենսկին տվեց համաձայնություն, դա շատ կարևոր է։ Զելենսկին տվեց համաձայնություն, հիմա ոնց հետ կանգնի Ռուսաստանը։ Դա է պատճառը, որ վազելով գնաց Պուտինը այդ Կուրսկի մարզ, ինչու, որ Կուրսկի մարզի տարածքները կորցրած, իրանք հիմա վերականգնեն ու գնան այդ փաստով գնան դեպի զինադադար։ Այսինքն ամեն դեպքում թեկուզ 50 օր, թեկուզ, չգիտեմ, 2 ամիս հետո, բայց ստացվում է, որ Միացյալ Նահանգների գործող նախագահին հաջողվում է ամեն դեպքում գնալ գոնե այս էտապում 30-օրյա զինադադարի։ Ինչ որ չափով հաջողվում է, բայց գիտեք, միջև զինադադար չհաստատվի դժվար է ասել։ Ռուսաստանն էլ անկախատեսելի է։ Չէ, Ռուսաստանն էլ, դու գիտեք, երեք Լավրովը ասեց, ոչ մի ՆԱՏՕ-ի զորք չի կարող մտնել Ուկրաինա, երեկին ասեց, իրանք պետք է զինաթափվեն։ Ոնց Ադրբեջանը ասում, Հայաստանը բանակ չպետք է ունենա, չպետք է զենք առնի, նույնը ուկրաինացիների դեմ ռուսները ասում են։ Ուրեմն վերջի պայն կարող է խափանվել, բայց քանի որ Պուտինը գնաց Կուրսկի մարզ, արագ ազատի ուկրաինացիներից Կուրսկի մարզը, որ Ուկրաինան այդ խաղակարգը չունենա, դա նշանակում է, որ կարող է համաձայնվեն, իրանք կհամաձայնվեն զինադադարի։ Բայց նորից կրկնում, նույնիսկ եթե հայտարարի Ռուսաստանը զինադադար, դուք ինձանից լավ գիտեք, օդում կռվում են, ծովում կռվում են, ցամաքում կռվում են, միաժամանակ կանգնացնել այդ process-ը շատ դժվար կլինի, բայց հույսով լինենք, որ կստացվի։ Տեսեք, նշվեց, որ եվրոպացի գործընկերները պետք է ներգրավվեն խաղաղության գործընթացին, այսինքն ամեն դեպքում որքան ուզում է, որ Ռուսաստանը պնդի, որ ոչ մի ՆԱՏՕ-ի զորք, արդյոք այստեղ Եվրոպան կամ նույն Ուկրաինան կհամաձայնի առանց, այսպես ասած, խաղաղության երաշխիքների, առանց ՆԱՏՕ-ի զորքի կամ ներկայացուցիչների գոնե գնալ խաղաղության գործընթացին։ Ես այդտեղ ուզում եմ զուգահեռ Հայաստանի հետ կատարել։ Նայեք, ինչքան կարևոր է ճիշտ ընտրել դաշնակիցներին։ Ուկրաինան ճիշտ ընտրություն կատարեց, դաշնակիցները Եվրոպան է, Ճապոնիան է, Ավստրալիան է, դեմոկրատական աշխարհ, Կանադան է, Մեծ Բրիտանիան, որը Եվրոմիության անդամ չի, Նորվեգիան, որը Եվրոմիության անդամ չի։ Այդ բոլորը վստահելի դաշնակից են։ Վստահելի։ Ամերիկայի քաղաքականությունը փոխվեց, իրանք ոչ ոք չլքեցին Ուկրաինան։ Ու դա օգնում է Ուկրաինային պայքարել իր շահերը առաջ տանելու։ Մեր դեպքում ցավով պետք է ասեմ, որ նախկինում եկած սխալ է, նախկիններից եկած, բայց այնուամենայնիվ մենք մեկ դաշնակից ընտրեցինք Ռուսաստան, որը մեզ գցեց։ Կոպիտ ասած
ճիշտ ընտրել դաշնակցություն շատ կարևոր է, ու դուք շատ կարևոր հարց բարձրացրեցիք, ինչա լինելու, ոնց զարգացումները կգնան, պնդում եմ, որ քանի որ ուկրաինացիք ընտրեցին ճիշտ դաշնակիցներ դեմոկրատական աշխարհից, ինչը իմիջիալոց ի պատիվ մեր կառավարության հիմա անում են, ակտիվ աշխատում են Եվրոպայի հետ, ակտիվ աշխատում են Ճապոնիայի հետ, ակտիվ աշխատում են դեմոկրատական աշխարհի հետ, վստահելի այս ձևի դաշնակիցները կփրկեն այս ձևի ծանր պահերին, երբ որ Ամերիկան փոխեց քաղաքականությունը, Տրամպը հիմա ասում է Ուկրաինայի հետ ես դաշնակից չեմ, ես միջնորդ եմ Ռուսաստան, Ուկրաինա, բայց այդ մեծ կորուստը հիմա փակում է Եվրոպան, Եվրոպան աջակցում է Ուկրաինային, որ տակից դուրս գա, ու մյուսը շատ կարևոր է նաև ներսում ունենալ ընդդիմություն, որը պետականամետ է, պատկերացնում եք, ամերիկացիք երկրորդ օրը, հիշում եք, երբ որ բանավիճեցին Տրամպը Զելենսկու հետ, սկսեցին զանգել Պորոշենկոին, Տիմոշենկոին, Յուլիայի եւ Պորոշենկոին, մենք դες առաջ կբերենք, պահանջեք, որ նոր ընտրություններ լինեն, գիտեք պատասխանը որն է։ Այդ բառերը չեմ կարող ասել, ուղղակի ամաչում եմ, կոշտ ձևով տեղը դրեցին ամերիկացիներին։ Պորոշենկոն ասեց, պատերազմը գնում, մեզ մոտ սահմանադրությունը թույլ չի տալիս փոխել նախագահին, նախագահան Զելենսկին է, ում հետ ես վեճեր ունեմ, բայց չհամարձակվեք մտցնել ինչ-որ տարաձայնություն, նույն պատասխանը տվեց Յուլիա Տիմոշենկոն եւ այլ ընդդիմադիրներ։ Պատկերացնում եք, պետականամետ են։ Մեզ մոտ այդ պրոռուսական ընդդիմությունը մի հատ փռշտում է Ռուսաստանը, բերում են ստեղ ուզում են սաղցնել, փոխանակ ներսից աջակցություն տալ մեր կառավարությանը, նույնիսկ չհամաձայնվելով այդ կառավարության քաղաքականության հետ, ներսից համաձայնություն տալ, որ մեզ չփորձեն տակից պայթացնել, կոպիտ եմ ասում, էլի, այդ դա պետք է մենք սովորենք լավ իմաստով, բոլորս, որ Արդյոք պարոն Գրիգորյան, հենց այդ չէր պատճառը, հենց նույն ձեր ասած պետականամետ ընդդիմության դիրքորոշումը Ուկրաինայի ճիշտ դաշնակիցներ ընտրելու, այսպես ասած, կարողությունը, որ ամեն դեպքում Միացյալ Նահանգների դիրքորոշումներ կարծես թե փոխվեց։ Մենք հիշում ենք, որ Թրամփը ինչպես էր արտահայտվում նույն Ուկրաինայի նախագահի հասցեին, չէ՞, միջակ հնարավորություններով կատակերգու բռնապետ, որը չունի վարկանիշ, մինչև չլինի ընտրություն, չի կարող խաղաղություն լինի։ Այսինքն այդ ամեն ինչը արդյոք չազդեց, որ Թրամփը փոխի իր դիրքորոշումը Ուկրաինայի նկատմամբ։ Այո, նաև Ուկրաինայի ընդդիմության դիրքորոշումը, նախկին նախագահ, նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկո, նախկին նախագահ Պորոշենկոն, իրենց ճիշտ դիրքորոշումը բերեց տեղ ամեն ինչ։ Թրամփը հասկացավ, որ այս ճանապարհով գնալը, պահանջել նոր ընտրություններ, դա չի աշխատի, ու ստիպված էր աջակցել հիմա Ուկրաինային։ То есть ունենալ պետականամետ ընդդիմություն, ունենալ իսկական դաշնակիցներ, բերեց ամեն ինչ բերեց, տեղը տեղին դրեց, ու նույն Դոնալդ Թրամփը, որը միանշանակ ունի հարգանք սեր Պուտինի նկատմամբ, այդ մեծ գաղտնիք չի, տեսակ ստիպված էր հետ կանգնել։ Հիմա Դոնալդ Թրամփը ասեց, մենք աջակցում ենք Ուկրաինային, շարունակում ենք ռազմական աջակցություն տալ, հետախուզական տվյալների փոխանակում, շարունակում ենք, ոչ մի խնդիր չկա։ Ինչից է դա գալիս։ Թրամփը փաստորեն 3 օրում փոխեց կարդինալ իր քաղաքականությունը։ Ռեալություններից։ Եվ զգուշացրել է, որ եթե Ռուսաստանը որոշի շարունակել պատերազմը, նրա դեմ կործանիչ պատժամիջոցներ կկիրառվեն, հայտարարել է նա, նշելով, որ նախատեսում է Ռուսաստանի նախագահի հետ զրուցել հենց այս շաբաթ։ Ամեն դեպքում ձեզ մոտ կանխատեսում կա, որ այդ զինադադարը չնայած բարդ է լինելու, բայց կլինի։ Ես կասեմ այդպես, շանս կա, ինչու։ Քանի որ Պուտինը կվախենա ուժեղ սանկցիաների տակ ընկնել Ամերիկայի։ Դա շատ վտանգավոր է, Ռուսաստանը ծանրագույն վիճակում է։ Շատերը մտածում են, որ իբր հիմա թեթևացավ Ռուսաստանի վիճակը։ Ոչ, շատ ծանրագույն վիճակում է։ Հիմա նայեք, Թրամփը, քանի որ խոստում տվեց, որ արագ կավարտի, Զելենսկուն համոզեց, որ Զելենսկին համաձայնություն տա 30 օրով զինադադար հաստատել։ Հիմա եթե Ռուսաստանը մերժում է, փաստորեն Ռուսաստանը Թրամփի հեղինակությունը գծում է Ամերիկայում։ Այդ ահավոր է Թրամփի համար։ Դա է պատճառը, որ Թրամփը կգնա կոշտ սանկցիաների։ Դա ինձ հուշում է, որ Պուտինը միգուցե կարճ ժամանակի, բայց կհամաձայնվի զինադադարին։ Բայց ամեն դեպքում բարդ գործընթաց է սպասվում, որովհետև եթե այնտեղ ասում են չպիտի լինի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր, իսկ այնտեղ էլ ասում են մեծ երաշխիքներ են պետք, այս առումով առանց զորքերի ինչ երաշխիքներ, առանց խաղաղապահների կամ առանց ներկայացուցիչների ինչ երաշխիքներ է։ Այո, ես համաձայն եմ, իմիջիալս մենք հայկական կոնտեքստով հայ-ադրբեջանական էլ չէ, միշտ ասում ենք, շատ լավ է որ բանակցում ենք։ Ես այսօր էլ ասում եմ, ճիշտ է որ կառավարությունը բանակցում է։
Բանակցում է, հա, իմանալով նույնիսկ որ Ադրբեջանը կառուցողական չի, նախապայման դնում, ճիշտ է բանակցել, բայց այնուամենայնիվ մոտ ժամանակներս պետք է սկսենք մտածել ով կլինի երաշխիք։ Երաշխիք կարող է լինի Եվրոպան։ Այ եթե դուք նկատել եք, որտեղից եկավ Հոլանդիայի արտգործնախարարը Հայաստան, Անկարայից։ Ով է գտնվում հիմա Անկարայում, Մագդալենա Գրոնո։ Ինքը Եվրոմիության հարավային Կովկասի հարցերով լիազոր դեսպանն է։ Ինչու՞, քանի որ Եվրոպան ուզում է անվտանգությունը կառուցել, ուզում է որ հարավային Կովկասը մտնի, Հայաստանը, Վրաստանը 100%-ով ուզում է որ մտնի, բայց իրենք այսօր հասկանում են ռեալությունը նա է, որ Թուրքիան կախված է այսօր Եվրոպայից, Թուրքիան էլ ուզում է մտնի այդ եվրոպական անվտանգությունը, իրենք ասում են Թուրքիա այդ դեպքում բաց սահմանը Հայաստանի հետ։ Միտքես ինչու՞մ է, պետք է սովորես այդ օգտագործել այդ պահերը, որ իօգուտ քեզ զարգացումները լինեն։ Այսինքն ինչպես դուք եք ասում, մեզ էլ են այդ անվտանգության երաշխիքները պետք։ Միանշանակ պետք են, ուղղակի ժամանակը եկավ։ Միգուցե իշխանությունները չեն ուզում նախորոք դնել այդ հարցը, որ Ադրբեջանը չհրաժարվի բանակցություններից, բայց հիմա ժամանակը եկավ ու այդ անվտանգությունը հենց այսօրվա Եվրոմիության խմորումները մեզ կարող են տալ հնարավոր ստեղծումը բանակի, այդ ուժեղ կոալիցիա, որ ստեղծվեց ոչ միայն եվրոպական, այդ կոալիցիայի մեջ հիմա մտնում են Ավստրալիայից սկսած, Ճապոնիայով, Կանադայով, Մեծ Բրիտանիայով, այդ կոալիցիայով լինի երաշխիքները լինեն ու շանսերը բացվում են։ Այո, կոնստրուկտիվ չի Ալիևը, նախապայմանները գիտեք, նոր նախապայման, հինը վերաթարմացնում են, շատ դժվար է իրենց հետ աշխատել, բայց շանսերը բացվում են։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն է։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։